Պաղեստինյան տերորիստական տրեյնինգ բազաներում, այն որ սովետականությունը սարքել էր այնտեղ, ուրեմն այնտեղ ամեն բան գնում սովորում էին, նույնիսկ կոմունիստ գերմանական արևելյան բաներն էին այնտեղ, կարմիր բրիգադներն էին եւ բաներն էին այնտեղ տրեյնինգ անում սովորում, ով ասես այնտեղ գնում էր, հարմար տեղ էր իրենց համար։ Այն ժամանակ Յասեր Արաֆատն էր այնտեղ տիրում, այսպես ասած, այդ բաների մեջ, իսկ ինքը հենց Յասեր Արաֆատը սովետականությունում է սովորել իր արվեստը, այսպես կոչենք, հա։ Այսինքն այդ կապը, այդ սովետական միություն, Յասեր Արաֆատ, իրանական հեղափոխություն չի կարելի անտեսել այն իմաստով, որ դա տենց կար եւ իր սովետական միության շահերին էր գնում շատ, ինչ եմ այլ գնում է շահերին Ռուսաստանի, որ Պարսկաստանը, որ միջև այդ շատ մեծ ամերիկյան դաշնակից էր եւ ամենաուժեղ դաշնակիցն էր, որ Միջին Արևելքում եւ Իսրայելի բարեկամը հանգարց դառնա լրիվ հակառակը Իսրայելի ճշնամի, դառնա լրիվ ամերիկայի ճշնամի, մի խոսքով